Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո ինչ առաջընթաց է գրանցվել։ Լեհական հեռուստաընկերության լրագրողի հարցին պատասխանելով Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հղում է արել իր եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրին։ Սա շատ լուրջ հանգրվան էր։ Այս հռչակագրում առաջնորդները պայմանավորվեցին այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց համաձայն պետք է կարգավորվի հաղորդակցությունների հարցը։ Նկատի ունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը եւ վերաբացումը, տարանցիկ կապերի վերագործարկումը։ Միրզոյանը հայտնել է, թե Հայաստանը մուտք կունենա Ադրբեջանի երկաթուղային համակարգ։ Ադրբեջանն էլ ըստ նրա Հայաստանի երկաթուղային համակարգ, հետագայում նաև ավտոճանապարհներ։ Մենք կարող ենք օգտագործել միմյանց ենթակառուցվածքներն այնպես, ինչպես դա անում են նորմալ հարևանները, օրինակ Եվրոպայում։ Այդ ենթակառուցվածքի այն մասը, որը հանդիսանում է ամենակարճ կապն Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, պետք է գործարկվի որպես TRIP, այն է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման։ Միրզոյանը հայտնել է, թե Հայաստանն ու Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել կոնսորցիում, ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը։ Արտգործնախարարը ասել է, թե Հայաստանը եւս պատրաստվում է օգտագործել Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքը Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով կապելու համար։ Լրագրողը Միրզոյանին հարցրել է, թե հայտնի է երբ է գործարկվելու երկաթուղային ճանապարհը։ Միրզոյանը հայտնել է, որ երկաթուղային կապի կառուցումն ըստ մասնագետների կարող է տևել առնվազն 2 տարի։ Մենք արդեն սկսել ենք քննարկումներ մեր ամերիկյան գործընկերների հետ։ Կարծում եմ առաջիկա ամիսներին կարող ենք ավարտել այս գործընթացը եւ դրանից հետո պետք է մեկնարկի շինարարությունը, բայց մենք խիստ շահագրգռված ենք հնարավորինս շուտ կառուցել, բացել եւ վերագործարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կապերը, որովհետեւ մենք հիմնական շահառուներից մեկն ենք։ Մենք նույնպես կարող ենք օրինակ ուղարկել կամ ստանալ ապրանքներ, օգտագործելով Ադրբեջանի Հանրապետության ենթակառուցվածքներն ու տարածքը։ Միրզոյանը հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է երկու երկրների միջև նախաստորագրված խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրել։ Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ։ Մենք չենք կիսում այդ օրակարգը։ Այնուամենայնիվ, նույնիսկ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը։ Օրինակ, մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը կամ նույնիսկ ավելին միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները։ Իսկ Ռուսաստանն ունի նույն դերը Հայաստանի անվտանգության հարցում, ինչ 15 տարի առաջ էր։ Միրզոյանը պատասխանել է, որ խաղաղության հաստատման եւ Վաշինգտոնյան հռչակագրի կապակցությամբ պաշտոնական մակարդակով հայկական կողմը լսել է Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ողջունող հայտարարությունները։ Նույն պաշտոնական մակարդակում մենք տեսանք նաև Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների արտահայտած պատրաստակամությունն աջակցելու այս փոխկապակցվածության նախագծին եւ որոշակի մասնակցություն ցուցաբերելու։ Սակայն իհարկե չեմ կարող չնշել, որ գրեթե ամեն օր ականատես ենք լինում ռուսաստանյան ԶԼՄ-ների, երբեմն նաև պետական լրատվամիջոցների, նաև խորհրդարանի անդամների, փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից հնչող կոշտ քննադատության Հայաստանի կառավարության եւ մեր երկրի ներկայիս արտաքին քաղաքականության հասցեին։ Հաշտեցման գործընթացը ըստ Միրզոյանի ժամանակ կպահանջի։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տասնամյակներ տևած հակամարտությունը ծանր հոգեբանական բեռ է կուտակել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։